Ոսկե մաշիկը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակով մի ծերուկ էր կենում իր կնոջ հետ։ Նրանք երկու աղջիկ ունեին։ Օրերից մի օր ծերուկը գնաց շուկա, աղջիկների համար մի ձուկ բերեց։ Մեծ քույրը իր բաժին ձուկը կերավ։ Փոքրը իրենը վերցրեց, գնաց ջրհորի մոտ և ասաց. «Ձուկ մորաքույր, հիմա քեզ ուտեմ, թե չէ»։ «Չուտես», ասաց ձուկը, «ինձ գցիր ջուրը, ես քեզ պետք կգամ»։ Պառավը փոքր աղջկան հեչ չէր սիրում։ Մի օր սրա մեծ քրոջը զուգեց, զարդարեց, տարավ շամ, իսկ փոքրին 2 աման ծավար տվեց ու պատվիրեց, որ մինչև իրենց գալը մաքրի։ Աղջիկը գնաց ջրի, նստեց ջրհորի մոտ ու աղի արցունք թափեց։ Ձուկը դուրս եկավ ջրի երես ու հարցրեց. «Ինչ ես լալիս, սիրուն աղջիկ»։ «Ոնց լաց չլինեմ», ասաց աղջիկը։ «Մայրս քրոջս զուգեց, զարդարեց, տարավ ժամ, պատարագի, իսկ ինձ տանը թողեց ու 2 աման ծավարը գլխիս կապեց»։ Ձուկը թե. «Լաց չլինես, զուգվիր ու գնա ժամ, ծավարը ես կմաքրեմ»։ Աղջիկը զուգվեց, գնաց ժամ, մայրը նրան չճանաչեց։ Պատարագի վերջում աղջիկը տուն գնաց, մայրն էլ ետևից տուն եկավ ու վրա պրծավ։ «Անխելք, ծավարը մաքրեցի՞ր»։ «Մաքրեցի», պատասխանեց աղջիկը։ «Ինչ աղջիկ էր ժամում», ասաց մայրը։ «Տեր հայրը ոչ երգում էր, ոչ կարդում, մենակ նրան էր նայում։ Իսկ դու, անխելք, մի քեզ նայիր, ինչ փալաս փուլուսի մեջ ես ման գալիս»։ «Ես չեմ եղել, բայց գիտեմ», ասաց աղջիկը։ «Ինչ գիտես», ասաց պառավը։ Հաջորդ անգամ մայրը մեծին նորից զուգեց, զարդարեց ու տարավ պատարագի, իսկ փոքրին 3 աման գարի տվեց ու ասաց. «Մինչև իմ Աստծուն աղոթել գալը դու այս գարին մաքրի»։ Նրանք գնացին, իսկ աղջիկն էլի գնաց ջրի, նստեց ջրհորի մոտ ու լաց եղավ։ Ձուկը դուրս լողաց ու հարցրեց. «Ինչ ես լալիս, սիրուն աղջիկ»։ «Ոնց լաց չլինեմ», ասաց աղջիկը։ «Մայրս իմ մեծ քրոջը զուգեց, զարդարեց, տարավ պատարագի, իսկ ինձ թողեց տանն ու 3 աման գարին գլխիս կապեց»։ Ձուկն էլ թե. «Լաց մի լինի, դու էլ պատրաստվիր ու գնա ժամ, գարին կմաքրվի»։ Նա էլ հագնվեց ու գնաց ժամ աղոթք անելու։ Տեր հայրն էլի ոչ երգեց, ոչ կարդաց, միայն նրան նայեց։ Պատարագը վերջանալու վրա էր։ Ժամի այն կողմում մի թագավորի տղա էր կանգնած։ Մեր սիրուն աղջկան տեսավ, շատ հավանեց և ուզեց իմանալ, թե ով է, ինչ է։ Բերեց աղջկա մաշիկի տակ, ձյութ լցրեց, որ սա թողեց տուն գնաց, մաշիկը կպավ ու մնաց։ «Ում մաշիկն է», ասավ թագավորի տղան, «ումը որ լինի, նրան կին եմ առնում»։ Կոշիկն էլ ամբողջովին ոսկե նախշ էր։ Քիչ հետո պառավը եկավ տուն։ «Ինչ գեղեցկուհի էր ժամում», ասաց պառավը։ «Տեր հայրը ոչ երգում, ոչ կարդում, վրան էր նայում, իսկ դու անխելքի մեկը մի քեզ նայի, էս ինչ է քո հալը»։ Իսկ այդ ժամանակ թագավորի տղան գյուղեգյուղ ընկած աղջկան էր ման գալիս, բայց չգտավ, մեկը չեղավ, որ մաշիկը հագով լիներ։ Եկավ պառավի մոտ ու ասավ. «Քո աղջկան ցույց տուր, կոշիկը փորձենք, տեսնենք ոտով կլինի»։ «Աղջիկս կոշիկը կկեղտոտի», ասավ պառավը։
Սիրուն աղջիկը եկավ, մաշիկը փորձեց, ոտով եղավ։ Էստեղ թագավորի տղան հետն ամուսնացավ, սկսեցին ապրել, կյանք վայելել ու աղջը քաշել։ Էդ հարսանիքին ես էլ կայի, լավ գարեջուր խմեցի, պրոշներս թրջվեց, բայց բերանս բան չմտավ։ Ինձ տվեցին մի կարմիր կաֆտան, էն էլ մի ագռավ կռկռալով ասավ. «Կապան կարմիր, կապան կարմիր»։ Ես էլ կարծեցի, թե ասում է կապան հանիր ու հանեցի։ Ինձ տվեցին մի գլխարկ, հետն էլ մի քանի ապտակ, համ էլ տվեցին մի դեղին կոշիկ։ Ագռավն էլի թռավ ու կռաց. «Կոշիկը դեղին, կոշիկը դեղին»։ Ես էլ կարծեցի, թե ասում է բռնեցեք գողին, վերցրին ու դեն գցեցին։